Ինչ է տեղի ունենում երեխայի հոգեկանում, երբ երեխան կախված է մայրիկի կուրծքից ոչ միայն կերակրման, այլ հանգստացման համար։ Երբ երեխայի համար դա դառնում է կախվածություն եւ ինքնության ձախողման աղբյուր, ինչպես գտնել այդ սահմանը։ Բժշկական ուղեցույցներում սովորաբար ասվում է, որ կրծքի կերակրումը կարող է լինել, տևել մինչև 2 տարեկան եւ դրանից հետո արդեն մայրը ինքը պետք է հասկանա իր հարմարությունը, երեխայի կարիքը եւ իրենց կարծես որոշում են, թե ինչքան կարող են երկարաձգել։ Հոգեբանության մեջ ամեն ինչ մի փոքր այլ է։ Եթե գնանք հոգեվերլուծությանը, Ֆրեյդը խոսում է, որ երեխայի համար կուրծքը դա աշխարհի ճանաչման առաջին օբյեկտն է, համարվում է դա օբյեկտային հարաբերություն, երբ երեխան իր բերանի միջոցով, այդ օրալ փուլ է կոչվում, բերանի միջոցով ճանաչում է կարծես աշխարհը, այդ սիմբիոզի ձևավորման փուլն է, երբ որ երեխայի եսը դեռ առանձին գոյություն չունի, երեխայի մարմինը դա մայրիկի մարմինն է, մայրիկի հույզերը երեխայի հույզերն են, եւ այդ անհրաժեշտ սիմբիոտիկ փուլը անչափ կարեւոր է երեխայի ձևավորման համար, բայց հաճախ մենք տեսնում ենք, որ այդ սիմբիոզը դառնում է ոչ թե փուլ, այլ կյանքի ձև։ Եվ Ֆրեյդը խոսում էր այդ մասին, որ հաճախ այդ օրալ փուլում երեխան կարողանում է կրծքի միջոցով գտնել այդ ինքնակարգավորումը, հանգստանալ, ստանալ հուզական կապ, ստանալ բավարարվածություն եւ դա ինչ որ առումով նաեւ երկկողմանի process է։ Սակայն նորից, եթե շարունակենք հոգեվերլուծության լեզվով խոսել, Մելանի Քլայնը շարունակում է Ֆրեյդի պնդումը, ամբողջացնելով կարծես, ասելով, որ նույն այդ օբյեկտային հարաբերությունը ի վերջո պետք է վերածվի արդեն ներքնայնացված օբյեկտային հարաբերության, ներքին օբյեկտ պետք է ձևավորվի եւ այդ փուլում արդեն նորմայում երեխան պետք է կարողանա պատկերացնել իր ներսում մայրիկի ինքնությունը եւ դա նաեւ ենթադրում է, որ նա կարող է պատկերացնել իրեն առանց մամայի ֆիզիկական ներկայության, այսինքն եթե process-ը ըստ Մելանի Քլայնի ճիշտ է ընթանում, ուրեմն երեխայի մեջ ձևավորվում է մայրիկի ինքնության ներքին օբյեկտ, առանց մայրիկի մնալու կարողությունն է ձևավորվում եւ երեխան կարողանում է փաստորեն առանց ֆիզիկական մայրիկի ներկայության իր ներսում այդ ամենի կրողը լինել եւ հանգիստ լինել, ինքնակարգավորվել, խոճապի չմատնվել եւ եթե այս ամենը նորմալ է գնում, փաստորեն երեխան կարողանում է շատ գեղեցիկ կերպով սեպարացվել մայրիկից, հոգեբանորեն ծնվել մայրիկից, հա, այդ սիմբիոզը շատ փուլային բերում է արդեն երեխայի եսի ինքնուրույնության անջատման հանգրվանին, հա, եւ մենք գիտենք, որ երրորդ տարեկանը համարվում է ճգնաժամային փուլ երեխայի կյանքում, ինչու, որովհետեւ արդեն երեխայի եսի ձևավորման հանգրվանն է։ Եվ երբ որ այս փուլում էլ դեռ շարունակվում է կրծքով կերակրումը, եւ միշտ մենք պետք է դիտարկենք, որ սիմբիոզը ինքնին երկու կողմ ունի, միշտ չի, որ այդ կրծքից կարճած լինելը դա միայն երեխայի կարիքն է, սովորաբար այդ process-ում մայրիկը եւս շատ հետաքրքիր պահանջմունքներ է բավարարում, երբեմն մայրը մոր իր դերի մեջ իր ինքնությունն է գտել, երբեմն նա շարունակում է այդ process-ը, որովհետեւ վախենում է այլևս միայնակ լինելուց, մտածում է, որ եթե ես հիմա դադարեցնեմ կրծքով կերակրումը, կարող եմ սիրված չլինել, կարող եմ հայտնվել միայնակության մեջ, մայրիկի կյանքում կարող է լինել վախ դատարկությունից եւ այս ամբողջ process-ները նաեւ մոր ներսում կատարվող կարող է խթանել, որ այդ կրծքով կերակրումը ձգձգվի եւ մենք միշտ պետք է գիտակցենք, որ սիմբիոզի մեջ միշտ վերահսկման տար կա, երբեմն մայրիկները այդ կապով կարողանում են պահել վերահսկողությունը երեխայի, իրենից, իր մարմնից, իր անձից եւ փաստորեն, եթե այս ամենը բնականon փուլերով, այս անջատման ճանապարհով չի անցնում, այդ ներքին օբյեկտը չի ձևավորվում, այդ անկատար է մնում այդ փուլը, հա, եւ դրանից հետո մենք տեսնում ենք, որ մենք կարող ենք գործ ունենալ երեխայի հետ, ով խիստ կախվածության մեջ է մայրիկից, չունի ինքնակարգավորման ներքին ռեսուրս, ներքին օբյեկտ, նա անընդհատ կախված է արտաքին օբյեկտից ինքնակարգավորման համար, հա, եթե օրինակ ինքը չի տեսնում մայրիկին իր շուրջը, կարող է հիստերիայի մեջ ընկնել, լացել, ահավոր լուրջ տագնապներ ունենալ, օրինակ, երբ որ մենք գործ ենք ունենում արդեն, չգիտեմ, մանկահասակ, մանկապարտեզի շրջանն է, դպրոցի շրջանն է, մենք տեսնում ենք երեխաներ, որոնց համար մամայից անջատումը շատ դժվար է կատարվում եւ այս ամենի մեջ
այս բոլոր process-ները կապ ունեն։ Ես միշտ հիշում եմ մի ֆիլմ կա, որ կոչվում էր Game of Thrones, եւ այդտեղ ներկայացված է մորաքրոջ կերպարը, որը այսպես թագի վրա նստած եւ իր կողքին իր 10-12 տարեկան մոտավորապես տղա երեխան է, որը դեռ այդ փուլում կրծքով կերակրվում է եւ շատ այսպես ռեժիսորը հզոր ձևով ակնարկ է արել այս հետաքրքիր տեսարանը, հոգեվերլուծական ակնարկ է, սա շատ հետաքրքիր, որ մենք այդտեղ տեսնում ենք երեխա ինֆանտիլ, անկարող, վախեցած, որը չունի այդ ինքնակարգավորման ներքին ռեսուրսները, ներքին օբյեկտը, այսպես կարճած մամայից, որը չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, չի կարողանում ինքնուրույն գոյատևել առանց մամայի ներկայության եւ խորհուրդ կտամ այս ֆիլմը նայեք, ես կփորձեմ տեսանյութի մեջ նաեւ տեղադրել եւ մենք մի պահ պետք է ընկերներ կարողանանք գիտակից լինել եւ այս հարցը բարձրացնել, եթե օրինակ ես ծնող եմ եւ չեմ կարողանում ի վերջո իմ երեխային բերել այն կետին, որ գիտակից փուլում դադարեցնեմ կրծքի կերակրումը, միգուցե ես ինքս ինձ պետք է հարց տամ, իսկ ինձ հետ ինչ է կատարվում այս պահին, հա, երբ որ ես մի պահ օրինակ մտածում եմ թեկուզ այն մասին, որ ես պետք է դադարեցնեմ այս process-ը, հա, այդ բաժանման գաղափարի հետ կապված ես ինչ ներքին ապրումներ ունեմ, ինչ ներքին վախեր, ինչ մտքեր ունեմ առհասարակ, ես մի պահ փորձեմ աշխատել իմ ներքին վախերի, ներքին դատարկության, միայնակության վախի, անկարևորության իմ զգացողության հետ, մի պահ փորձենք մենք ինքներս որպես ծնող փորձենք գիտակից լինել եւ հետեւել մեր ներսում կատարվող process-ների եւ հասկանալ ես ինչքանով եմ խոչընդոտում այս առողջ սեպարացիային, հա, այդ առողջ անջատմանը, որովհետեւ երբեմն այս ամենը կարող ենք մենք այսպես սիրո քողի տակ դիտել, կարծել, որ սա սեր է, բայց սիմբիոզը դա չի դիտարկում երկու անձի առկայություն, սիմբիոզը դա մեկ համակարգ է, սիմբիոզի մեջ չկա ընտրության հնարավորություն, սիմբիոզի մեջ չկա երկու անձի ինքնության առողջ այդ համակարգը չկա եւ հաճախ մենք կարող ենք սա շփոթել սիրո հետ, բայց մենք այստեղ զանազանող, հա, շեմը, գիծը, կարմիր գիծը, որով մենք կարող ենք այսպես հասկանալ, որ մենք գործ ունենք սիմբիոզի հետ, հենց սա կարող է լինել, որ երբ որ սեպարացիան, առողջ սեպարացիա տեղի չի ունեցել, մենք կարող ենք անգամ լսել նմանօրինակ արտահայտություններ, որ ես առանց իրը չեմ կարա կամ ինքը առանց ինձ չի կարա, ես միշտ իմանամ ինքը ոնց է, ես զգում եմ ինքը ինչ է զգում, այս երբ որ անջատումը տեղի չի ունեցել, հաճախ մայրիկը անգամ կարող է խոսալ երեխայի անձից այնպես կարծես ինքն է զգում, ինքն է հասկանում, անգամ ես գործ եմ ունեցել մամաների հետ, որոնք ունեն երեխաներ, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, ներառական եւ իրենք կարող են ինչ-որ բաներ խոսել երեխայի մասին, որ երեխան խոսք չունի, որևէ ձև չի կարող իր կարծիքը, մտքերը արտահայտի, բայց օրինակ մաման կարա ասի, որ ինքը այս հարցի շուրջ սենց է մտածում, ինքը սենց է ուզում, ինքը սա ասեց, սա ընտրեց եւ մի պահ կողքից անգամ դիտելով դու գիտակցում ես, որ այս երեխան խոսք չունի, այս երեխան որևէ ձևով չի արտահայտում իր կամքը, կարծիքը, ամենատարրական հարցերում նույնիսկ երեխան չի կարողանում իր պահանջմունքը բացատրել եւ ամբողջ հենց մեր խմբային աշխատանքը մասնագետների դրան է ուղղված, հա, որ մենք տարրական պահանջմունքը երեխայի փորձենք հասկանալ, որ օգնենք նրան, ուղղորդենք, բայց մայրիկը այսպես կարող է շատ լուրջ ինչ-որ բացատրություններ տալ, որ երեխաս սա է մտածում, ինքը սա չի ուզում, սա է ուզում, ինքը սա է զգում եւ սա նորից սիմբիոզի լեզու է։ Ընկերներ, նաև մի պահ ուզում եմ խոսել այն մասին, որ կան ծնողներ, որոնք ընդհանրապես չեն կերակրում, հա, երեխաներին, սա էլ մի հատ ուրիշ բևեռ է, եթե առաջին կետը այն է, որ երկար են կերակրում եւ չի ձևավորվում այստեղ երեխայի ինքնուրույնությունը, անկախությունը, անձը եւ այլն, ինչ է տեղի ունենում այն երեխաների հետ, որոնց ընդհանրապես չեն կերակրում, նախ ասեմ, որ երկու դեպքում էլ պետք չէ այսպես կատաստրոֆիզացնել, բայց կան այսպես շատ գրագետ հարցեր, որոնք ուղղելով մենք կարող ենք հասկանալ ճիշտ մենք ինչի հետ գործ ունենք, դուք ուղղակի ձեզ պետք է հարց տաք, հա, եթե այնպես է ստացվել, որ դուք ձեր երեխային չեք կերակրել կրծքով ընդհանրապես, արդյոք կարող եք ասել, որ դուք անգամ առանց կրծքի կերակրման կարողացել եք պահել այդ հուզական կապը ձեր երեխայի հետ,
հա, կարողացել եք արդյոք ապահովել երեխայի հետ այդ հուզական կոնտակտը, հայացք, հպում, գրկախառնություն, երեխայի հետ ժամանակ անցկացնել, եթե դուք այդ հարցին կարող եք պատասխանել այո, ուրեմն պետք չէ տագնապել, պետք չէ անհանգստանալ, որտեղ շատ կարևոր է, որ դուք երեխային հուզականորեն հասանելի եղած լինեք, հա, որտեղ լինում են դեպքեր, որ այսպես կաթի շիշը դրվում է երեխայի բերան ու իրանք գնում են իրանք գործերով, երեխան իսկապես մնում է մենակ։ Հետաքրքիր մոտեցումներ կան նաև այսօր ինչու են այսքան շատացել, հա, աուտիզմի դեպքերը, ներառական երեխաները, ինչու այսքան տարածված է այս ամենը մեր հասարակության մեջ։ Ես ինքս գործունեություն ծավալելով թե մանկապարտեզներում, թե դպրոցներում ես տեսնում եմ, որ տարեցտարի ընդունելության մեջ մեծ թվով մենք ներառական երեխաներ ենք ունենում եւ նորից եթե մենք գնանք օբյեկտային հարաբերություններին, մենք ինչ ենք տեսնում, որ հաճախ անգամ կուրծքը երեխայի բերանը մայրիկը կոնտակտ չի պահում, այսպես կուրծքով կերակրում է եւ այսպես ինքը իր Instagram-ի էջն է թերթում եւ նորից այդ կապը չկա։ Դրա համար այստեղ այս հարցի մեջ կրծքով կերակրել եք թե ոչ, ես շեշտը կդնեմ ոչ թե հենց կուրծքի արկայության վրա, որտեվ ինչպես քիչ առաջ նշեցի, հոգեվերլուծության մեջ կուրծքը դա միայն ֆիզիկական օբյեկտ չէ, հա, դա հոգեկան օբյեկտ է, ըստ Ֆրեյդի, այնպես որ հարցը այստեղ ոչ թե հենց բուն կուրծքի երևույթն է, այլ ձեր կոնտակտը, ձեր կապը ձեր երեխայի հետ, այդ հայացքը, այդ հպումը, այդ ջերմությունը, այդ հուզական հասանելիությունը։ Ընկերներ, այսպիսով եկեք ամփոփենք մեր նյութը, այս նյութը ճիշտ ու սխալի համար չէ, այս նյութը միտում չունի որևէ մեկին դատելու, այս նյութը ուղղակի նրա համար է, որ մենք բարձրացնենք հարցեր, որոնք գուցե մեզ մտածելու տեղիք տան, որովհետև մենք մեր հասարակության մեջ հետո գործ ենք ունենում երեխաների հետ, որոնք կախվածության խնդիրներ ունեն, որոնք անընդհատ կախված են մեկ այլ անձից, որոնք անընդհատ հակված են մայրիկի ուղեկցմանը, մայրիկի ներկայությանը, առանց մամայի որևէ բան չեն կարողանում անել, որևէ որոշում չեն կարողանում կայացնել, անգամ ես գործ եմ ունենում արդեն թերապևտիկ դաշտում, որ օրինակ ամուսինը կարա առանց կնոջ երբեք թերապիայի չգա եւ թեև ինքը մենակ է գալիս թերապիայի, հա, զույգով չի իրենց աշխատանքը, բայց անգամ ծիծաղալով, կատակով կարա ասի, որ ես մամայիս հետ եմ գալիս, իսկ այդ մաման փաստորեն կինն է, այսինքն հաճախ այդ մորդերը հետո էլ փոխանցվում է կնոջը, որովհետև անձը ինքը միշտ կարիք է ունենում մի հատ արտաքին օբյեկտի, որի միջոցով ինքը փորձում է ինքնակարգավորվել, ինքնաբավարարվել, զգալ իր գոյությունը եւ այն ամենը, ինչ որ ես նյութի սկզբում ասեցի, որ այն անձիկ ում հետաքրքիր է այս թեման, կարող եք YouTube-ով, Instagram-ով, TikTok-ով, Facebook-ով, ցանկացած հարթակում կարող եք փնտրել մեր էջը Ես եւ մենք կրթախորհրդատվական կենտրոն կամ Անի Բարսեղյան եւ ես որպես ընտանիքի հոգեբան տեղադրում եմ նմանօրինակ հրաշալի տեսանյութեր եւ վստահեցնում եմ, որ դուք մեր էջում կարող եք գտնել եւ ձեր ամուսնական հարաբերությունների վերաբերյալ եւ ձեր ծնող երեխա հարաբերությունների վերաբերյալ բազում հետաքրքրաշարժ նյութեր, որոնք կօգնեն ձեզ հոգեկրթության հարցում, իսկ այն անձիկ, ովքեր որ նման թեմաների շուրջ ունեն դժվարություններ եւ կցանկանան Թերապիա անցնել կարող եք զանգահարել ինձ 095 51 44 54 հեռախոսահամարով, մենք միասին կփորձենք ծանոթանալ մասնավոր ձեր դեպքին, եթե դուք այն անձն եք, ով դեռ չի կարողանում իր մեջ ուժ գտնել եւ որոշում կայացնել եւ կրսկից կտրել երեխային, եթե դուք այն անձն եք, որ զգում եք, որ բավականին ուշացրել եք այդ հարցը եւ այսօր երեխայի վարքում ունեք հստակ դրսևորումներ, երեխան վարք է ցույց տալիս, որը դուք չեք կարողանում որևէ ձև կարգավորել, նորից կարող եք զանգահարել ինձ եւ մենք միասին կփորձենք գտնել լուծումներ, ելքեր, ավելի որակյալ հարաբերություններ կառուցելու համար։ Ցտեսություն։